իրոք սա պրոֆեսիոնալ նայելով, թե մեղադրողը, թե ասենք դներ պաստապանները շատ գերագետ տեղը տնեն։ Ես ունեմ երկու հարց մեր արգելի մեղադրողին ասեմ, որ անկեղծ որպես մարդ պատասխանի, կարելի է բարում մեղադրող։ Դուք հնչեցեք դա, դրանք որոշի։ Կարելի է որ Իրավունք ունեք հաստատում, բայց եթե հարցեր տալիս եք ռեստորական մեղադրողը կարող է պատասխանել, կարող է պատասխանել նման պարտական Հատնում էլ ադող, ասենք թե Վազգեն Պողոսյանի տունը խուզարկել են 20 թվականի փետրվարին, ճիշտ է թե ոչ, որ ինքը ձերբակալված է։ Ինչ-որ մի թղթի կտոր գտնելով, ու ասենք թե դրանից հետո ծառայության վրա գործ են հարուցել։ Գործը տեղում չեն հարուցել, ես մենք պատասխանենք, եթե հանցանք կա։ Փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիսի։ Ես կտրեմ այդ հարցին, ես չեմ ուզում ճակետները բացել։ Ամեն ջրաչափ ունի իր տեղում։ Դրանից հետո 2700 հոգի վկա առանց ամբողջ հանրապետությունով, գյուղերով, տեղերով, քաղաքներով Էլ մարդուն ձերբակալել է, տարել միջև գիշեր պահել, կինը, տղամարդը, չգիտեմ, մի սուտկա, մի ամիս, երկու ամիս։ Հետո այդ 110 հատը քնիշ կացել։ Դրանից հետո ասենք թե գալիս են, որ պետք է գործերն ուղարկեն, որ դատարանն դիմում է, ուղարկում են 4 հատ վկայի թուղթ։ Այդ 2700 հոգին չկան, որից է մեկը չկա, որ ասի Ծառուկյանը կաշակ քաշել։ Ծառուկյանն ասել է Պողոսյան Վազգեն ջան, հարգանք ունես Շատ կազմակերպի ոնց որ սա հենց էլ դու մարդը ձերբակալված տեղում եկել է նորից նույնպես առեցվել հարց չկա գնացեք կազմակերպեք ոնց որ սա հենց դու այդ հարցերը ոնց որ բոլոր տեղում կարգավորեք ուրիշ բան չկա Ծառուկյանի վրա ցույցում ոչ մեկ ասեն թե չի ասում դες բա հարկելի մեղադրող ասեք այսօր ասում եք Ծառուկյանը պետք է ընտրակաշառքը որը 5 տարի հաշիվներս փակած բանկերը փակած ասենք թե իմ գործարքները սա աշխարհում մեկ սա չերյալը կատարվել, մի հատ դրա հիման վրա դրել եք ապօրինի հարստացում, բայց այդ սա վտան է, պետություն ուրիշ զբաղմունք չունի, որ գնա զբաղում, ես ոչ պետական պաշտոնի եմ ելել, ոչ նախարար եմ ելել, այլ աշխատող ստեղծում է 89 թվից, թղթերն էլ կան, ամբողջ տարածքներ գիտի, ինչից եմ սկսել, կոպեկ առ կոպեկ, եթե առաջ մեր համար երազանք էր, որ ինչ-որ 3000 ռուբլի ամսական փող առնենք, որը ես իմ գործունեությունը սկսել եմ, որ թղթերն էլ կա, փաստերն էլ կա, կոմոդ կա, ճիշտ է թե ոչ։ Ամիս օրը 1 միլիոն ռուբլի փող եմ վաստակել այն ժամանակ 90-91 թվականին։ Ու այսօր Ծառուկյանի դրել են ապօրինի հարստացում։ Ես ինչ արել եմ իմ երկրում, կառուցել եմ, սարքել եմ, դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի, հովանավորել եմ ամբողջ երիտասարդություն, ինչ ասի տալեմ, Ղարաբաղին։ Բայց այսօր ես էլ հնազանդ լսում եմ, լավ, շատ պրոֆեսիոնալ ասում եք, դուք ոչ թե որպես, ոնց ասեմ, քո գործն ես դու ուզում ասես, քո սրտում եք գիտես, որ դա ինչ չի։ Բայց դիազեք ես ու շատ եմ լսում եմ, եթե ես մերկ եմ գործում, որ չուկացի։ Ես ուզում եմ ասեմ, մեկա, հույս չունեմ, որ դուք ինչ-որ պետք է արդարացնեք։ Ես միջազգային դատարան, Եվրոպայի դատարան եմ դիմելու և այդ իմ կորցրածները ես պահանջելու եմ։ Հիմնավորում, եթե մեկը ասել է, Ծառուկյանը գումարատում է, պատժեք։ Բայց եթե չկա այդպիսի բան, հիմա պրոֆեսիոնալ խոսում ասում են անդադ ասում են չխոսեմ։ Ես ասեցի, ինչի փետրվարից մինչև հունիս հուլիսը չեք արել, անցանք կատարել անմիջապես գործը հարցրեք։ Ես չեմ ուզում ճակետներ բացեմ, ես նորից եմ ասում, օրենքի առաջ բոլորին հավասար են։ Եթե մեկը ցուցմունք չի տա 2700-ի թղթերը պահել են, չկա, բերում են ասենք թե 4 հատ, մեկը Մարտուկին են, մեկը Քուր աղբեր, մեկը Պողոսյան Վազգեն են։ Իմ ասածը սա է, մնացածը եթե կարա թող մեր ցանկանա պատասխանի պատասխան։ Հա? Չի, ես հիմնական ասեմ ու շատ եմ լսում, երբ այդ կատարել եմ, ասում կներեք կատարել եմ, մեղք եմ գործել, հանցանք եմ գործել, իմ պետության համար իմ ինչ եմ